Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հայրյա վիմերելոց։ Այսօր պիտի խոսենք հոգևորականի դերի եւ նրա ծառայության մասին։ Ուրեմն աղաչում եմ երեցներին, ես էլ նույնպես նույնով երեց, ու վկա Քրիստոսի չարչարանքները մասնակից գալիք փառքայտնության, արածացեք Աստծո այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացությունը ոչ թե հակառակ ձեր խնամքին, այլ հոժարակամ ըստ Աստծո, ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժին ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի հովապետը երևա, փառքի անթառան պսակն ընդունեք։ Սիրելիներս, երբ այստեղ Պետրոս առաքյալն ասում է երեցներ, այն ժամանակ եկեղեցին դերևս չուներ նվիրապետական կարգը, եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, սարգսավախներ, այլ երեց ասելով նա նկատի ունի բոլոր հոգևորականներին, եւ հոգևորականները կոչված են ծառայելու, խնամելու Աստծո հոտը։ Ինքն էլ հոգևորական լինելով, այսինքն իբրև առաքյալնա ձեռնադրություն Հիսուսից, եւ իրենք էլ Սուրբ Հոգու զորությամբ իրենց ձեռքը դրեցին իրենց հաջորդ աշակերտների վրա, եպիսկոպոսներ, քահանաներ, սարգսավախներ ձեռնադրելով, եւ այս ձեռնադրության խորհուրդը հաջորդաբար գալիս է մեզ, դրա համար մեր ձեռնադրությունը հաջորդաբար նաեւ կոչվում է առաքելական, որտեղ մեր նախնական ձեռնադրությունը մենք սկսացել ենք Սուրբ առաքյալներից։ Եվ Աստծո հոտը պատկանում է իրեն։ Թեև քահանան ինքը հովություն է անում, առաջնորդում է այդ հովին, բայց հոտը պատկանում է Աստծուն։ Ուրեմն մենք կոչված ենք Աստծո հոտը խնամելու, գուրգուրելու, փայփարելու, ուղղափառ վարդապետությամբ ուսուցանելու, դեպի հավիտենական կյանք առաջնորդելու։ Այստեղ Պետրոս առաքյալը տեսեք 3 կարևոր պատգամ է տալիս հոգևորականին՝ պարտադրված չծառայել, շահախնդրությամբ եւ տիրելով։ Ինչ ասել է պարտադրված ծառայել։ Այն ինչը որ պարտադրանքով, այսինքն հոգևորական ինքը պարտադրված է ժամերգություն անել, պատարակ մատուցածը խոսել, սա էլ հակառակն է, որովհետև պարտադրված է ինքը բերում է հակառակություն նախ իր անձի, հետո ժողովրդի համար։ Երկրորդ ու վտանգավոր այստեղ շահախնդրությունն է, որովհետև շահը կարող է մարդուն առաջնորդ ագահության, արծաթասիրության, դրամասիրության եւ սա պատճառ դառնա։ Դու կարող ես նույնիսկ պարտադրված գնալ պատարակը մատուցելու շահ ակնկալելով, բայց հոգևորական իր խոնարհությամբ եւ ծառայությունությամբ պետք է իր ժողովրդին առաջնորդի։ Սա ամենավտանգավորն է նաեւ յուրաքանչյուր մարդու, որտեղ արծաթասիրությունը կարող է շատերի հոգու կորստության պատճառ դառնալ։ Եվ երրորդ ասում է հանկարծ տիրելով չանեք։ Հոգևորական ի տարբերություն իշխանավորների իրավունք չունի հրամայելու կամ ստիպելու որևէ բան անելու, այլ հակառակը խոնարհությամբ եւ իր անձնական օրինակով իբրև Աստծո հոտ ինքը պիտի առաջնորդի դեպի ճշմարտություն։ Եվ վերջապես մենք որպեսզի արժանանանք անթառան պսակին, երբ որ հովապետը գա, մենք չամանչենք։ Ինչ է ասում Սուրբ գրքի մեջ Աստված Եզեկիելի մարգարեի բերանով. Ես քեզ դետ եմ կարգում եւ յուրաքանչյուր կորսված մարդու արյուն քեզանից պիտի պահանջեմ։ Ուրեմն ամեն քրիստոնյա մարդ, ով հոգևորականի սխալ խնամքի պատճառով ինքը թողեց Տիրոջը, հեռացավ Սուրբ եկեղեցու Սուրբ հաղորդությունից, նրա կորսված հոգու գինը քահանան ինքը պիտի վճարի։ Եվ որպեսզի մենք այս մեղքի մեջ չհայտնվենք, մենք կոչված ենք հավատարմությամբ սիրով, իբրև Քրիստոսի հավատարիմ զավակներ եւ Քրիստոսին ծառայողներ, Աստծո հոտը անվնաս, անկորուստ հասնել դեպի հավիտենական կյանքը։ Եվ կխնդրեմ յուրաքանչյուրիդ, որ բոլորդ աղոթեք հոգևորականներս համար, որտեղ մենք ամեն օր կյանքի նեղության, դժվարության, փորձության միջով անցնելով կարող ենք երբեմն գայթակղվել, մեղքի մեջ հայտնվել։ Իսկ ձեր աղոթները մեզ յուրաքանչյուրից պահում են եւ մեր կոչումի գինն ենք հասկանում, եւ թե ում ենք մենք ծառայում եւ ինչի համար ենք ձեզ ծառայում։ Աստված պահապան բոլորիդ սիրելիներ։